Գարից իշխանների գործընկերներ, ասոնային տապանի մատի սերակիրներ, զարգոն գաղափարական քաղաքական ակումբի անդամներ։ Թեման, որի պետք է անդրադառնալ, վերաբերում է պոլիսյան վերջին իրադարձությունների Երևանում և փորձենք հասկանալ, թե ինչպես պետք է համոզալուծել այս խնդիրը։ Խոսքը դուք առաջին եք տանք Արամ Գրիգորյանին, պարոն Գրիգորյան, ինչու եղավ, ինչու է այսպես և ինչպես է դուք տեսնում ես ամուսնությունը։ Լավարություն բարեցես, ներկայացնում ենք Զարգոն գաղափարական քաղաքական ակումբը, խորհրդի անդամներ ենք, ես Արամ Գրիգորյանն եմ և Զիգմունդ Մանյանն եմ ներկայանում եմ։ Ես բոլորս արդեն գիտենք, որովհետև շաբաթից ավելի Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցել շոշափ իրադարձություններ և այդ իրադարձությունները մենք գնահատում ենք զուտ որպես քաղաքական իրադարձություններ։ Ես ուզում եմ ուշադրել լինել, որովհետև մենք դա ձևակերպում ենք քաղաքական իրադարձություն։ Հայաստանում բան է փոխվել և մենք, ինչպես բոլոր քաղաքական ուժերը կամ այլ ուժեր ընկալեցնել, մենք ևս մեր դրա փորձում ենք վերցնել պատասխանատվություն, փորձում ենք մասնակցել պրոցեսին և ներկայացնել մեր տեսակետները։ Տեսակետները ինչու եղավ այսպիսի իրավիճակը առկա է արդեն դեռևս և ինչպիսի քայլեր կամ ինչ անելիքներ պետք է իրականացվեն, որպեսզի իրավիճակը համեցալուծվի և համեցալուծվի իշահազգի։ Տեսեք, ինչա կատարվել դրա մասին չեմ ուզում խոսել, հետևանքների մասին չեմ ուզում խոսել, այս իրադարձությունը ևից ներկայացնում է քաղաքական պրոցեսների հետևանք։ Մենք այսօր փորձել ենք խոսել ձեր հետ միասին և եթե դուք հարցեր ունենաք պատասխանենք քաղաքական հետևանքի իրականացման պատճառների մասին։ Հայաստանում ես ուզում եմ հայտարարել կառավարման համակարգի անկատաղությունը։ Հայաստանի երկրում կառավարում գույություն չունի։ Եվ ես կարծում եմ, մենք կարծում ենք, այդպես ձևակերպեմ, որ սա կառավարման անկատաղության կամ իշխանությունների կողմից կառավարում չիրականացնելու հետևանք է և քաղաքական հետևանք է, որովհետև բնութագրիչները շատ են եղել, տարբեր բնութագրումներ են եղել, մենք ասում ենք, որ սա քաղաքական գործընթաց է։ Հիմա ցանկացած քաղաքական իրավիճակ պահանջում է իր լուծումները։ Եվ ես պիտի ասեմ, որ ցանկացած խնդիրներ ունի լուծումներ, որովհետև մենք պետք է փորձենք գտնել այդ լուծումները, մենք ուզում ենք առաջարկել այնպիսի լուծումներ, որը եթե հանրությունը կարողանա ուղղակի գնալ դեպի այդ լուծումները, կարծում ենք, որ այդ լուծումների ճանապարհով հնարավոր է ստեղծված բարդ իրավիճակը համեցալուծել։ Հիմա տեսեք ինչ է ստացվում։ Ստացվել է կառավարման պակաս Հայաստանում կան իշխանություններ։ Անկեղծ ես ասեմ, այս իրավիճակում իշխանություններին ես չտեսա և մինչև այժմ էլ ես չեմ տեսնում այդ իշխանություններին, որովհետև կարծես թե որպես իշխանություններ պետության կողմից իրադարձությունների մասնակցում է ոստիկանությունը ցածր հրամանատարական կազմի մասնակցությամբ։ Դրանից վերև որևէ իշխանություն չկար և ինչպես ես սպասում էի, բայց շատ բավական ուշացումով երկրի առաջին դեպքի հայտարարությունը տեղի ունեցավ 5-6 օր հետո։ Խնդիրը տերյալ է, քաղաքական լուծումների ժամանակ պետք է ձևակերպի քաղաքական օրակարգ և քաղաքական օրակարգ ձևակերպումը առաջին հերթին իշխանություններն են։ Եվ կարծես թե երկրի ղեկավարը ձևակերպեց քաղաքական օրակարգ, ես ուզում եմ դրա մասին խոսել մի քանի բառով։ Ինչ ասեց երկրի ղեկավարը։ Իմ մոտ որպես Հայաստանի քաղաքացի տպավորվել է 3 հատ միտք, որը ես լսել եմ Հայաստանի իշխանությունների քաղաքական օրակարգից։ Առաջինը, որ Հայաստանում կա դժգոհություններ, կարծես թե որևէ մեկը չգիտեր, որ կա դժգոհություններ։ Երկրորդ քաղաքական օրակարգի երկրորդ կետը, որ այդ դժգոհությունների պատճառների մասին ես չեմ խոսելու, չեմ անդրադառնում, դա երկրորդ կետն է։ Եվ երրորդը, որ թող զինված խումբը վարկերի ձեռքերը։ Ահա Հայաստանի քաղաքական վերնախավի քաղաքական լուծումը տալու օրակարգը։ Սրանից դուրս ես չեմ լսել իշխանությունների որևէ ուղղակի հայտարարություն և որևէ առաջարկություն։ Ես զարմացած եմ։ Իսկ ինչ պետք է առաջարկել։ Այդ եմ ուզում ասել, հավատում եք, որ այդ ասում։ Իսկ երկրի նախագահը պետք է օրակարգ ձևակերպել և ներկայացնել այն ծրագիրը, որ ներկայացնում է նպատակին հասնելու քայլեր, գործողություններ, որը որ պետք է համեցալուծել ստեղծված իրավիճակը։ Մենք չտեսանք այդպիսի ծրագրեր, ավելին ասեմ, դες չկա այդպիսի ծրագրեր։
Ներկայացնել հանրությանը, որ պետք է պատճառների մասին չխոսել միայն վայրդրել զենքերը, ես դա պարզապես չեմ կարողանում հասկանալ։ Երևույթ է իրականում շատ վատ է, որովհետև զինված ճանապարհով կարծես թե հարցեր չի կարելի լուծել։ Դա մեկ, եթե լավ հասկանանք, բայց սրան զուգահեռ պետք է հասկանանք նաև, որ եթե չկա քաղաքական ճանապարհներով հարցեր լուծելու որևէ եղանակ, ապա գուցե արդարացվում է նաև այդ եղանակը։ Սա իհարկե սրա ճշմարտացիությունը ցույց կտա պատմությունը եւ ժամանակը։ Մենք կարծում ենք, որ այսօր քաղաքական իշխանությունները ամենաբարձր մակարդակում հանրությանը պետք է ներկայացնեն հստակ ծրագիր։ Քաղաքական իշխանությունները պետք է զերծ մնան որակելու ստեղծված իրադրությունը, ահաբեկչությունը կամ չգիտեմ հարձակում կամ եւ այլն։ Պետք է դա որակվի որպես քաղաքական գործընթաց։ Ես ինչու եմ այսպես ասում, որովհետև հետագայում ցանկացած իրավական գործընթացներ իրականացնելու ժամանակ պետք է դրա հիմնավորումը հաշվի առնվի բազմապես։ Եթե մենք այսօր քաղաքական իշխանությունները ձևակերպում են սա որպես քաղաքական գործընթաց, հետագայում հենց իրենց համար է ավելի հեշտ լինելու հանգուցալուծել ստեղծված իրավիճակը։ Առաջին կերպ ծրագրի պետք է լինի բանակցությունները, միայն եւ միայն բանակցությունները։ Անկեղծ ասեմ, որ այդպիսի բանակցություններ դեռևս ես չեմ կարողանում տեսնել, ընկալել, որովհետև բոլորս գիտեք, որ միջնորդական առաքելություններ եղել են, միջնորդություններ եղել են բանակցություններ սկսելու կարծես սկսվել են ինչ-որ բանակցություններ, մենք կարծում ենք, որ այդ բանակցությունները դեռևս դադարելու կարիք ունեն։ Երկրորդ ձևակերպումը, որ մենք առաջարկում ենք, որ պետք է լինի։ Այսօր խնդիր չի առաջացել Հայաստանի իշխանությունների եւ զինված խմբի հարաբերությունների եւ բանակցությունները չպետք է գնան այդտեղից։ Սա քաղաքական գործընթաց է եւ Հայաստանում բանակցությունները պետք է գնան ժողովրդի, հանրության եւ իշխանությունների միջեւ։ Սա մենք հայտարարում ենք, որովհետեւ ուսումնասիրում ենք պատճառները երկրում տիրող Իսկ երկրում տիրող պատճառների տնտեսական քաղաքական եւ այլն խորհրդանշանը կներկայացնի։ Քիչ հետո մենք ուսումնասիրում ենք ամեն օր ուսումնասիրում այն պատճառները, որը բերում են նման հետևանքների։ Մի միտք եմ ուզում ասել, որ այս հետևանքը, որ առաջացել է, հղի է վտանգով այն առումով, որ ինքը ծնելու սրա նման այլ վտանգներ եւ կարևոր չի, որ խմբավորում կլինի կամ ինչ կլինի։ Երևույթին պետք է վերջ դնել։ Ոչ թե մարդկանց ասեք վայր դրեք զենքեր, ես ինքը զենքին կողմնակից չեմ։ Այլ երևույթը պետք է վերացնել, որ մարդիկ զենք ուղղակի չվերցնեն։ Սա լավագույն տարբերակն է։ Լավագույն տարբերակն է, ավելի վատագույն ավելի, որովհետև մենք մեր երկրի քաղաքական էլիտան այլևս չի կարողանում կառավարել այս երկիրը, այլևս չի կարողանում կառավարել այս երկիրը։ Վարկյան առաջ մենք պետք է ազատվենք ազգային ժողովից։ Այսպիսի ազգային ժողով Հայաստանի նորանկախ հանրապետությունը եւ հիմնանկախ հանրապետությունները երբեք չի ունեցել։ Այսպիսի ազգային ժողով։ Վարկյան առաջ մենք պետք է կառավարությունից հրաժարվենք, որովհետեւ այսպիսի կառավարությունը, որը ունի ռազմավարական նպատակ, որ երբեք իր հանրությանը չի ասում, թե իր կառավարման նպատակը ինչ է լինելու, եւ ինչպիսի քայլեր է ինքը իրականացնելու, որ այդ նպատակը հասնի։ Չի կարելի այսպիսի կառավարում Հանրապետության նախագահը փոխանան ինձ, որպես քաղաքացի ներկայացնի հստակ ծրագիր, ասելով վայր դրեք զենքերը, խնդրում եմ հարգելի հանրություն, մենք ունենք այսպիսի պրոբլեմներ եւ ես ներկայացնում եմ ժամանակացույց ծրագիր այդ պրոբլեմները լուծելու։ Ինքը նստեք, տեսեք, որ ես լուծեմ։ Կամ կլուծեն, կմնանք շարունակեմ, կամ եթե չկարողանամ լուծել, ես ներողություն կխնդրեմ իրան։ Սա է կառավարման համակարգի թերությունները։ Եվ այս խումբը այս իրադարձությունը, որ առաջացել է, եկել է այս հարցերը լուծել։ Այդ հիմք ընդունելով սա, դրա համար մենք ասում ենք սա հարկոստանոց քաղաքական պրոցես է։ Առայժմ այսքան ենք կողմի, պարոն Թումանյանը տնտեսի որոշ բաներ Այն ինչ տեղի ունեցել միանշանակ հետևանք է, պատճառները շատ ավելի խորն են, ես չեմ ուզում պատճառներին անդրադառնալ, բոլորս գիտենք, նույնիսկ պաշտոնական տվյալներով համատարած աղքատություն, տնտեսական ճգնաժամ,
ապագայի նկատմամբ անվստահություն, անվտանգություն եւ այլն։ 100% Այս ամենը մարդկանց որոշ խմբերի մոտ ծայրահեղ քայլեր։ Եվ այս դրսևորումը նույնպես այդ ծայրահեղ քայլերից մեկն է։ Սա, ինչպես նշեց գործընկերս, սա միանշանակ քաղաքական ճգնաժամ է, որը գնալու խորանում։ Եվ եթե իշխանությունները կտրուկ քայլեր չձեռնարկեն, շատ ավելի խորանալու եւ վիճակը դառնալու է անկառավարելի։ Կամ իշխանությունները իրենց մեջ ուժ են գտնում եւ գնում են կտրուկ փոփոխությունների, այդ թվում նաեւ սոցիալ-տնտեսական խոսքից անցնելով գործի, որտեղ խոսում է շատ են լսել, կամ եթե չեն կարող ուղղակի դրանում։ Այլ ընտրանք չկա եւ համաշխարհային պրակտիկան եւ մնացած բանը։ Հուսանք, որ գոնե այս անգամ իշխանությունները իրանց մեջ ուժ կգտնեն եւ կարողանան որոշակի բարեփոխումներ իրականացնել։ Տեսեք ինչ է կատարվում։ Ապրիլյան դեպքերից հետո, պատերազմական գործողություններից հետո ժողովուրդը դարձյալ կարողացավ համախմբվել եւ միահամուռ ուժերով նաեւ եւ սահմաններ գնալ, եւ գումարներ հավաքել, եւ օժանդակել, թե նյութապես, թե բարոյապես, բայց ինչ տեղ ունեցավ։ Պիկը բարձրացավ, իջավ ներքև եւ կարծես նորից հայտնվեցին նույն ճաշի մեջ։ Հիմա էլ նույն պրոցեսն է գնում։ Շատ շուտով սա էլ կբարձրանա քիչնի եւ մենք նորից կունենանք նույն պրոցեսը։ Ամեն անգամ ցանկացած ընտրություն կամ ասենք համաժողովրդական ընտրություն, դեպի էլեկտրիկ Երևան, չգիտեմ, զինված ինչ-որ գործողություն կամ այլ պրոցեսներ, ժողովրդի մեջ որոշակի լույսեր են առաջանում եւ մարդիկ որոշակի մտածում են, որ հեսա ինչ-որ բան կփոխվի։ Այդ անցնում է ժամանակը, ոչինչ չի փոխվում եւ մարդիկ ստիպված տեսնելով, որ այլևս չեն կարող պրոցեսների վրա ազդեցություն ունենալ, արտագաղթում են իրեն։ Դա է, նույն պրոցես։ Տեսեք, ապրիլյան դեպքերից հետո իմ ներձավոր շրջապատում բավականին մարդիկ արդեն հեռացել են, նորից նույն պրոցեսների։ Գնում են մարդիկ։ Մինչև երբ արդեն արտագաղթի պրոցեսները եկան են խորացել, արդեն ազգային անվտանգությունը շատ մեծ սպառնալիք է։ Այստեղ ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը մեզ այդքան չեն կարող վնասել, ինչքան որ մեր ներսի պրոցեսները հատկապես արտագաղթ։ Մենք բավազինով չենք ունենալ։ Տեսեք նաև եթե մենք նայում ենք, ասենք, ծնելիության կրճատում, չբերության աճի բարձրացում եւ այլն, սրանք գործոններ են, որ նույնիսկ պաշտպանական տնօրեններում կարող են կատարել։ Լավ, մինչև երբ։ Եթե մենք պատմությունից դասեր չենք կարողացել քաղել եւ չենք քաղել եւ չենք փոխել պրոցեսները կարողանալ իրացնել։ Ես չգիտեմ, վիճակը ես նորից մարդ չեմ, բայց վիճակը գնալով ավելի է բարդանում եւ նորից են կրկնում, կտրուկ քայլեր են։ Եթե Եվանդին խիրուրգիական միջամտություն եք եւ դեպքում դերերում չես կարող կրկնել։ Բազմապես իսկապես եմ ասում, կտրուկ քայլեր են դրա համար։ Որ հետագայում նորից Սարյան եղբայրներին չասեն, բացն ոնց եղավ, Սարյանիշը ոնց եղավ։ Հետո Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ես չեմ հասկանում, ես չվարշով պատված ինչ պրոցեսներ են գնում, ժողովուրդը չվերջնաշով, եթե զիջում ենք ինչ ենք զիջում, երբ ենք զիջում, ինչից դիմաց ենք զիջում։ Տեսեք Ադրբեջանից ես երբևիցե չեմ լսել, որ նրանք հայտարարեն, որ ինչ-որ բան են զիջում։ Եթե նրանք չեն զիջում, մենք ի՞նչ ենք զիջում։ Կամ մենք այնքան թուլացել ենք, որ այլևս չենք կարող դիմադրել ինչ-որ բանի, կամ ուղղակի գնում ենք հերթական սխալի ճանապարհը։ Պատմությունը նորից եմ ասում, մեզ վերջին 1000 տարվա ընթացքում նույնիսկ 2010-ից չի կարող։ Աշակերտների թակավորությունը կորցրեցինք առանց մի կրակոցի, նույնը բագրատունիները, նույնը 20 թվականին Վարսի ամրոցը կարելի ասել ամենապաշտպանված ամրոցներ եւ մեր բանակը կարծես թե ամենամարտունակն, բայց մի կրակոց են չընկնում։ Ինչ են մենք ուզում դիմավորել։ Եթե բարոյականությունն ու օրենքի գերակայությունը Հայաստանում չի շփվում, մենք կարող ենք կարող։ Եվ հերթական ապարունակ քեշ ենք շրջել։ Եթե իհարկե վերջինս շրջեն որպես պետություն։ Որտեղ այստեղ եթե նայում եք մեր շրջապատին, ես չեմ ուզում, սա վախենալու համար չեմ ասում։ Մեր ներդավոր շրջապատում մոտավորապես 100-110 միլիոն թուրքական էլեմենտներ են ապրել։ Թուրքիա, Ադրբեջան, Վրաստանի մեր հարևան շրջանները, Պարսկաստանի ամբողջ հյուսիսը եւ այլն։ Մենք սենց ենք պայքարել։ Մենք այսպես ենք պետություն կառուցելու եւ պայքարել։ Ես չեմ կարծում, որ սա այն ճանապարհն է, որ մենք
Կարողանանք արժանապատիվ ապրելու համար երկիրը ստեղծել, որտեղ հայ մարդը իրան լավ կզգա։ Այդ դեպքում ապահով ունենանք։ Չենք կարող, կամ պետք է իշխենք համաշխարհային պատմության թափերավերից եւ ցերեկ աշխարհում։ Դուք նշեցիք, որ նախագահը պետք է օրակարգ ձևավորի եւ ասի, եթե ես կարողանամ այս ծրագիրը իրականացնել, ես կշարունակեմ կամավորել երկիչի։ Սերժ Սարգսյանն ունի այդ որակները, նման քայլի գնում են ազնիվ ու անկեղծ մարդիկ։ Սերժ Սարգսյանը կարելի է այդպես գնահատել։ Ես չի ուզում ընդհանուր ստեղծված իրավիճակին գնահատական տալ, բայց այսօրվա իշխանությունները նախագահի գլխավորությամբ ահաբեկչության պրոցեսով եկել են իշխանության։ Եվ եթե եկել են այդ ճանապարհով իշխանության այսօր որակել մի խնդիր ահաբեկչություն ուղղակի չի կարելի, չէ՞ չկա։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում կառավարման համակարգ որևէ օղակ ունի հստակ ծրագիր։ Չկա հստակ։ Նախագահի ունի հստակ ծրագիր, ամեն դեպքում չգիտեմ, ազգային ժողովուրդը դիմանի ունի հստակ ծրագիր, կառավարությունը ունի ընդհանրապես ռազմավարական ծրագիր։ Հայաստանի Հանրապետությունը եթե ասեցի կառավարում չկա։ Իրականում կառավարում չկա։ Ամեն կա օղակներ կան եւ այլն, որոշակի ֆինանսական վիճակներ կա։ Ֆինանսական վիճակները պետք է կառավարել։ Եթե չկառավարվեն այդ ֆինանսական վիճակները, մենք ունենալու ենք աղքատություն 50%, արտակ աղքատություն ունենալու ենք մոնոպոլիաներ, որտեղ բնակչության 5-7%-ը չգիտեմ գետ հարուստներ են։ Այսինքն ինչ ենք ակնկալում, որ Սերժ Սարգսյանը օրակարգ։ Մենք չենք ակնկալում, հենց այդ ենք ասում, եթե չէ օրակարգ դնում եք, գնում եք։ Մարդ Գրիգորյանց եթե գնում է, ով է գալիս նրան փոխարինելու։ Կան այնպիսի իշխանություններ, ինչպիսին կան այսօր Հայաստանում, դրա նման միլիոնավոր իշխանություն կա հենց Հայաստանում։ Բայց այդ գալու process-ը բավական հեշտ չէ։ Մենք նախաձեռնել ենք նաև այս մամուլի ասուլիսը, որպեսզի այդ առումով փոխենք առաջարկություն տակալ լինել։ Օրինակ մենք երբ որ ակումբ էինք ստեղծում, ակումբի միջազգային գործընթացների մեջ չի բան։ Ինքը հարթակ է իր համար ստեղծել, քաղաքական հարթակ։ Եվ մենք հույս ունենք, հիմա էլ հույս ունենք եւ նաեւ առաջարկում ենք, որ այդ հարթակը ուղղակի օգտագործվեն քաղաքական ուժերի կողմից։ Հիմա չբնութագրեմ քաղաքական ուժերը։ Ես գտնում որ քաղաքական ուժեր չկա Հայաստանում։ Մտահոգ մարդիկ, ինտելիգենցիան, մտավորականներ, որ ասում են, ես չգիտեմ, այս մտավորականների այս վերջի դեպքերն ինչ մտածել արի։ Մարդիկ, որոնք ծրագրային հանդես կարող են կազմել, կան Հայաստանում, բավական շատ այդպես անհատներ մարդիկ կան։ Մեր, այսպես ասեմ, ազգային չհամախմբվածությունը, մենք անհատների ազգ ենք, էլի, մենք այդ անհատների հանրագումարը չենք կարողանում ստեղծել։ Այ երբ որ անհատների հանրագումարը ստեղծել, ծրագիրը ես դա եմ նկատի ունեմ։ Երբ որ անհատները 10-20 հոգի համաձայն լինեն մի նպատակի, մենք շատ հզոր ենք դառնում այդ ժամանակ։ Զարթոք ակումբի հիմնական նպատակներից մեկը դա է, որ հարթակ ստեղծել։ Զարթոք ակումբի նպատակներից երկրորդը մեր համար առաջնայինն է, որ մենք ծրագիր պատրաստենք եւ պատրաստում ենք, հիմա աշխատում ենք, այն ծրագրի մասին, որ մենք խոսում ենք, մենք աշխատում ենք դրա վրա, բայց մենք չենք ասում, մենք դառնանք նախագահ կամ չգիտեմ ինչ որ։ Մենք ասում ծրագիր ենք մշակում եւ մենք ասում ենք, ես ծրագիրը մեր ազգի համար կբերի դրական զարգացումների։ Եվ մենք տալիս ենք, այդ տալը չի նշանակում խնդի վրա տապել տալը, մենք քննարկենք եւ այլն, որտեղ քննարկելու արդյունքում առաջանում է, բանալիքների արդյունքում առաջանում նորը եւ զարգացումը։ Մենք պատրաստ ենք նաեւ այդ քայլին գնալ։ Եվ գնում ենք այդ քայլին։ Եվ ձեր հարցին միանշանակ եմ պատասխանում։ Կառավարման համակարգի որևէ օղակ ծրագիր չունի։ Իսկ եթե նախագահը չունի ծրագիր, դե ով ծրագիր չունի։ Եթե ժամանակ պահանջվում է ծրագիրը ներկայացնելու, միջև այդ ծրագրի լինելը կամ ներկայացնելը ամեն դեպքում դասական իրավիճակ կա, նման պայմաններում անցողիկ որոշում ընդունող մարմին են ստեղծում, ես դրա անունը չեմ ուզում տալ, կանոնակալի խորհուրդ, համաժողովուրդ, չգիտեմ կառավարություն, անցողիկ, որի ֆունկցիան շատ ժամանակային պետք է լինի, ասենք դա ստեղծում է 3 ամսով ենթադրենք եւ հստակ նպատակ անելու համար 3 ամսով ստեղծում է այդ մարմինը, կազմակերպում է նախագահի եւ ազգային ժողովի ընտրություններ, ասենք ծրագիրը կարող է լինել նաև սա, որովհետև այսօր նախագահան գրի հրաժարական, վաղը ինքը չգնա պարուրամեն 20 մետ, նախ դրանից Հայաստանը ոչինչ չի փոխվի, մեկ եւ երկրորդը որևէ դրական բան չի բերի դա։ Դրա համար եմ ասում, ծրագիր է պետք դրա համար։ Այն նախագահին որ ասում է ինքը օրակարգ պետք է ձևավորի, դա պետք է ձևավորի։ Ինքը պետք է գրի լավ, 3 ամիս ժամանակ ինձ տվեք, օրինակ կարող է հանրությունը տալիս է։ Ես այս 3 ամսում վերափոխում եմ ընտրական օրենսգիրքը,
Կազմակերպում եմ նորմալ ընտրություններ, ես չեմ մասնակցելու, իմ թիմը չի մասնակցելու։ Կազմակերպում եմ վստահության խնդիր կա, օրինակ, եթե հանրապետական կուսակցության նշանով մեկը մասնակցության ինտերնետացիայում ես ես բան եմ լարվում է, որ ոչ թե այդ մարդուց, այլ իրանց առաջներից այս երկրի վիճակին բերելուց։ Եվ եթե իրանք նորից կապ չներելու են այդ խրստանշանը գնան հավաքվել միտեղ ինչ-որ խելոք բաներ փորձեն անեն, սա հանրային վստահություն ձեռք բերելու վիճակ չի կարող լինել։ Հանրային վստահությունը ձեռք բերելը բավականին բարդ է, որտեղ որոնց տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը հայտնվեց այնտեղ, որտեղ ոչ մեկ իհարկե չէր սպասում, բայց ամեն դեպքում կարողացավ այդ մարդը ժամանակի ընթացքում որոշակի բաներ անել, բայց հետո եղան դժվարություններ նորից Այսինքն ժողովուրդը չի տեսնում այն մարդուն, չի տեսնում այն առաջնորդին, որը կարող է իրեն օգնել, այսինքն անվստահությունը Այս իշխանությունները պիտի գնան հրաժարականի, որովհետև քաղաքական ամայություն են դարձրել Հայաստանի Հանրապետությունը։ Քաղաքական ամայություն։ Եթե չեն գնում, տղերքից այդ խումբը իրաց մտածելով հանգուցալուծում է։ Վաղը առաջանալու մեկ այլ խումբ, որը որ ճիշտ չեմ համարում ես։ Բայց եթե չեն գնում քաղաքացի ճանապարհով խնդիրների լուծմանը, նման բանի ես ասում եմ ձեզ, սա շատ իշխանությունների համար դա խնդիր չէ, չէ՞ այդ հանգուցալուծումը անմիջապես է։ Խնդիրը ուշքի առային է։ Լավ է հատա։ Ուրեմն եւ պատմությունը եւ բնությունը ասում է, ով իր առաջ ուժին համարժեք ուժ դու ստանալու ես, եթե ոչ այսօր, ապա վաղը անպայման։ Այսինքն դուք եք համոզված, որ այդ ուժը կա, հակադրածով ուժը։ Իհարկե, ուժը ազգը ժողովուրդն է, ոչ թե իշխանությունները, ազգային ժողովուրդը նախագահություն, կամ ոստիկանությունը։ Ինչ են արել։ Ոստիկանների կանչել 50,000 բանակին ասել դա դե ոչ մի բան չէր ասել, գնացեք ինչ ուզում եք արեք։ Վերնախավը գնացել է, չգիտեմ ու դրանք անում են ինչ ուզում են, դուք երևի տեսած կրեք ինչ է կատարում փողոցներում։ Իմ ծանոթներին, որոնք ընդհանրապես կապ չունեն դրա հետ, տարել են ոստիկանություն, ասելով որ մի օր քեզ տեսել են, ես ինչ մարդու հետ կանգնած։ Սա չի կարելի այսպես, ուղղակի ես մերն եմ ասում, չի կարելի։ Ռեպրեսիան ծնում է ավելի վատ հետևանքներ, ռեպրեսիա կարող են անել միայն իշխանությունները և անում են իշխանությունները։ Պարոն Գրիգորյան, ես մի առաջարկ եմ, քանի որ դուք ասաք, որ դրա խումբը հարթակ է նման մարդկանց հրավիրել եղավ, այսօր գուցե մեր ասուլիսի ժամանակ ձեզ հնարավորություն տանք հայտարարելու, որ այն մարդիկ, ովքեր ցանկանում են, կարող են միանալ, կարող են մենք ընդհանրան ապանում կազմակերպել այդ քննարկումը, բաց քննարկում լինի և նրա միջոցները կարող են մասը փորձուսաբանել։ Մամուլի ասուլիսի վերջում ես պատրաստում էի հայտարարություն անել։ Մենք պատրաստ ենք ձեզ աջակցելու։ Մենք կարող ենք հարթակ ստեղծել, նաև հենց այստեղ ստեղծել հարթակ ասուլիսի ձևով, աշխատանքային ձևով մեր գրասենյակում ստեղծել, որովհետև ծրագիրը նաև աշխատանքը եւ ծանր աշխատանք է, դեն մտքերի փոխումը լինում, համաձայնությունը համաձայնքի վրա։ Մենք կարող ենք մեր կոմիտասի վրա գրասենյակ անգամ տրամադրել այդ խնդիրը, իսկ մամուլի հետ շփումները մենք պատրաստ ենք ցանկացած մարդու հետ, ցանկացած քաղաքական ուժի հետ, ավելին ասեմ ձեզ, մենք ամբիցիա չունենք մասնակցել պրոցեսին, մենք կարող ենք որտեղ համակարգել, որպեսզի այդ պրոցեսը իրականանա, որպեսզի մարդիկ Ձեզ հազարի մտավորականները հավաքվեցին հայտարարության, հանդես եկան դուք եք օրերս հայտարարության, հանդես եկան, այսինքն քաղաքական, հասարակական խմբավորումները նույնպես հայտարարության են բոլորը հանդես գալիս, բայց ինչ-որ մեկը պետք է, որ կարողանա քանի որ մենք ամբիցիաներ չենք ուզում ունենալ, չենք ուզում մասնակցել պրոցեսին, մենք հարթակ ստեղծում ենք, մենք կարող ենք մտավորականներին, քաղաքական ուժերին, հասարակական ուժերին, կամ ցանկություններով այլ ուժերի համատեղել, համախմբել մի տեղ։ Մտավորականները ըստ երևույթին հսվել են երկու խմբի, Հայաստանի մտավորականների ֆորում և մյուս մտավորականները, որոնք ավելի առաջ հայտարարություն տարածեցին, դուք որ մտավորականների մասին եք Ինչ եք հասկանում մտավորական ասել։ Ես ասել, որ մտավորականների մասին եմ խոսում, այն մտավորականի, որը ասելիքով Ամերիկա անում, դեր ասած եք ոչ մեկի ասելիք չի ասել։ Եվ որ մտավորական ասում ես չեմ ուզում ձեր կիրառել, ոչ մեկ չի ուզում ձեր կիրառել, ես դուք խաղաղ, բոլորը ուզում են որ խաղաղ լինի։ Մտավորականը սովորական մարդուց տարբերվում է իր ասելիքով, ես հետև ասելիք չտեսա։ Անդրետ եմ ասում, երկուսի մեջ չտեսա ասելիք։ Այնտեղ շատ հարգելի մարդիկ կան այդ մտավորականների մեջ տես մի բան արել, որոնք շատերը երևի չեն իմացել ինչ է ստորագրում, իրանց ասել են, որպեսզի առնայողությունը ուրեմն բան լինի, առնայողությունից փրկվեն, պետք է ստորագրել արել։ Բայց մի հատ խնդիր կա, եկեք դրա մասին ասեմ։ Մտավորականությունը կոչով դնում է
Սեֆիլյան ժիրայել։ Ժիրայ Սեֆիլյանը Հայաստանում իջա, իշխանական համակարգով այդի որ կոչով դինում են Հայաստանում իշխանական համակարգը կոչով դինենք իշխանությունների նախագահային չգիտեմ առաջարկություն իրենք են գործանողը։ Ժիրայ Սեֆիլյանի նման դիք կան Հայաստանում, այսօր ինքը Երևան, վաղ ուրիշն է Երևանում։ Բայց ես չեմ ուզում այդպես դինի։ Ամեն ինչ պետք է անել քաղաքակիրթ ճանապարհով։ Այսօր Հայաստանում քաղաքակիրթ ճանապարհով իրականացնելու գործընթացները փակված են, փակել են իշխանությունները, սա իրենք պետք է շատ լավ իմանան։ Եթե գետի ճանապարհը փակում ես, մեկ այդ ջուրը անպայման տեղը գտնում է գնալ։ Պարոն Գրիգորյան, փաստորեն հիմա խմբի անդամները որոշակի ինչ-որ առաջընթաց կա, որ մամուլի միջոցով կարողանում են հանրության իրենց ասելիքը, որքանով է դա նպատակահարմար գտնում, որտեղ երեկո ասենք ակտիվիստները նայելու լսելու դեպքում Քայլը դրական են գնահատում, բոլոր դեպքերում դրական է դա, եւ նաեւ իշխանությունները մայիս ճանապարհով գնացին դրան թողնենք, դրական են գնահատում, բայց բերեք որևէ մեկին գնահատական չտանք եւ իրանց թերությունները կամ առավելությունները չփորձեն բարձրացնել, որովհետեւ նա դրա իրավունքը չունենք եւ երկրորդը չեն կարող։ Բայց մարդիկ կան խնդիր, չէ, խնդիր լուծելու ճանապարհներ եւ ձևեր են մտածում։ Խնդիր լուծելու ճանապարհների ձևերից մեկը նաեւ դա է։ Իսկ կարծիքով այդ խումբը, որ այդ գործողությանը գնացել է, ինքն ունեցել է այդ կոնկրետ մակահարություն, թե մակահարությունը ընթացքում է իրավիճակը ուսումնասիրելով կարծում եմ, որ ունեցել են։ Ախր այդ խումբը այսօր չծրավորվել է, այդ խումբը քաղաքական գործընթացների տարիներով քաղաքական գործընթացների արդյունք է։ Ժիրայ Սեֆիլյանը քաղաքականությամբ զբաղվում է թե ես չեմ 10 տարի, 10 տարի կարող է չասեմ, կամ Նոր Հայաստան հիմնադիր խմբավորումը կամ հիմնադիր պոլիտարները, դրանք քաղաքական գործընթացներ են, դրանք նոր չծնվեցին, որ եկան ասեցին նախագահ գնամ մենք դա նախագահ։ Միջանից ասեմ ձեզ, որ այդ քաղաքական հոսանքները չի ուզում, ամբիցիաներ չունի կառավարմանը մասնակցել։ Իրանք խնդիրներ են դնում եւ ասում են, այս խնդիրները պետք է լուծվի։ Ինչ վատ են ասում, որ պետք է չկեղծվող ընտրություններ լինի Հայաստանում։ Ինչն է վատը, որ ասում են կառավարությունը պետք է նպատակ ու ծրագիր ունենա։ Ինչն է վատը, որ ասում են արտագաղթը պետք է կանխել եւ այլն։ Մարդիկ եկել են հասնել են մի վիճակի, որ իրանք արդեն վատ վիճակի են, զենք են վերցրել, շատ վատ բան է, բայց վերցրել են զենքը։ Եվ երևի ճիշտ են արել, չգիտեմ։ Իսկ ինչքանով է հավանականությունը փոխել, որ եթե այս խմբավորման հետ կարողանանք ինչ-որ հարց լուծել եւ փորձան եւ այլն, նման իրադարձությունները բացարձակ հավանականություն չկա, այդ ասեցին կողմից շատ արգելի գեներալը Վիտալի Պալասանյանը, բացարձակ ես որևէ բան չեմ տեսնում, որ այս խմբի հետ եթե իշխանությունները գնան բանակցության, իշխանությունները պարտավոր են գնան բոլոր խմբերի հետ բանակցության, որտեղ բոլոր խմբերը կարող են տարբեր տեսակի հարցեր եւ բոլոր խմբերը ասելով, եթե ընդհանրեն մի 4-5 հոգի հավաքվում են օրինակի համար համարում են, որ իրենք ասելիք ունեն եւ պարտադրում են իշխանապողություն։ Ամեն խմբավորման հետ պետք է հաշվի նստենք եւ այդ քայլին գնալ։ Չէ, քայլը դուք տակտիկական քայլ եք ասում, ասիկը դուք Այս պահին եւ ընդհանրապես, եթե այս պահին իշխանությունը նրա համար է, որպեսզի կառավարի երկիրը այնպես, որպեսզի դժգոհություններ չառաջանան։ Եթե առաջացել են դժգոհություններ, այդ դժգոհություն առաջացնողը կլինի 1 հոգի, 100 հոգի, պետք է բանակցությունների գնան։ Բանակցությունների որակ ուրիշ կլինի։ Եթե մի հոգի է, մեկը կկանչի կնստեն խոսեն։ Եթե խնդիրը 100 հոգին այլ խնդիր է բարձրացած, իհարկե բանակցությունների տարբեր նշաձողեր կարող է լինել։ Եվ կներեք ինձ իշխանությունները պարտավոր են գնալ բոլոր դեպքերում բանակցություններ։ Դրա համար Հայաստանում պետական կառավարման համակարգը դա թիմ տեղական ինքնակառավարող լոկալ խնդիրների բանակցություններ լուծում։ Դրանից վերևի համակարգ եւ այլն համակարգ եւ այլն։ Կամ եթե լրագրողները հարցեր չունեն, հարցեր պատանները բաց թողնվեցին։ Այս իրավիճակը որքան կշարունակվի եւ հնարավոր լուծումը որը կլինի։ Խումբը հայտարարեց, որ ունեն երկրորդ, երրորդ գործողություն պատրաստած, դա ինչ կարող ենք Ես կարծում եմ, որ այս իրավիճակներում պատան կոչված է պետք չէր, երևի իրանք նպատակ չի եղել, որ ինչ-որ պատան պահեն, որպեսզի իրենց պատկերացումները, դա չէ խնդիրը, ուղղակի այդ մարդիկ ընդեր են եղել, պահել են, հիմա ճիշտ են արել, ճիշտ չեն արել, ես չգուտակել դա։ Պատանդի խնդիր չկա։ Պատանտներ վերցնում են իրոք տերորիստները, որովհետև նրանց կյանքի հաշվին հարցեր են։ Բայց այս այստեղ այս երևույթ է չէ բոլորովին։ Մեկը լավ էր ասում, եթե հանկարծ իրավիճական դարբարության հասնի, որ զենք իրարել, Օսիպյան
Ինչը անում է խանգարելու մեզ բան։ Ուրեմն երկարությունը կտևի իշխանությունների վարած քայլերից։ Ուրեմն տարբերակներ կան, ռազմական ճանապարհով հենց հիմա այսօր վերցնեն 18 կավարտի։ Երբ որ 50,000 գնան, դրավեր մեքենաները գնան սեղմեն, 5 րոպե կտևի դա։ Եթե չգնան այդ քայլի բանակցությունները ամեն օպտիմալ, նորմալ բանակցություն անեն, ոչ թե պարտադրել։ Որտեղ բանակցությունները այսօր մեր իշխանությունների բանակցությունների մեթոդը հետևյալն է, նրանք գալիս են պարտադրում են։ Ասեն պետք է ես անես։ Եթե դες լինի երկար կտևի։ Եթե իրոք գնան փոխզիջումային բանակցությունների, ասում եմ մի քանի օրի ընթացքում կկարողանան համաձայնության գալ որևէ ծրագրի շուրջ։ Ես որպես իշխանություն կբանակցեի հետևյալ ձևով։ Դա դու զենքը վերցրել ես բայր մի դիր։ Ես ծրագիր եմ ներկայացնում 3 ամսվա օրինակ եմ ասում։ 3 ամիս զենքը տալ նստի տեղ։ Ես 3 ամսում եթե չեմ անի, նոր հաջող արա։ Ասում ես իշխանությունների քաղաքական գործառույթի հետևանքն է, դե ինչքան է տևելված պրոցեսը։ Հիմա դուք կոնկրետ դատելով իշխանությունների պահվածքի, ամենադրական լուծում եւ ամենավատ լուծում, վատթարակումներն է, որ հրաման ստանան գրավելին, 10% կավարտեն։ Իսկ այժմ չի, առանց հաշվի առնելու, որ կլինի։ Իհարկե կլինի առնելություն։ Իհարկե կլինի։ Դուրսան, պետություն ստեղծելը, պետություն կառավարելը եւ կառավարիչները արյունահեղության մասին այդքան չեն մտածում, այստեղ կարևորը արյունահեղության գինն է։ Եթե արյունահեղության գինը լինելու է, որպեսզի սարսափի տակ փարել այս երկիրը, սա այլ բան։ Եթե արյունահեղության գինը պիտի լինի այս ժողովուրդը ազգը դեպի զարգացման տանը, սա բոլորովին այլ բան է։ Սա բոլորովին այլ բան է։ Ասեմ, որ խումբը ինչքան ես դատում եմ եւ լսում եմ իրանց պատասխան չէ վայր դնելու զենքերը, չասեմ էլի զենքերը վայր դնել, իրանց խնդիրը դրել են լուծում են պահանջում, հա։ Զենքն է երկրորդական, խնդիրը լուծում է պահանջում, եթե տղաները չլինեին, մենք չգիտենք, որ երկրում իշխանություն է պետք անում։ Գիտեինք թե առած իրանց էլ գիտենք։ Ինչենք հիմա մեզ հանրությանը առանձնացնում այդ խմբից։ Ես եմ 1000 անգամ ասել, որ պետք է հրաժարական տան։ Հետո ես զենք տրակել չգիտեմ, չեմ դնում այդ քայլին։ Այդ մարդը հետ է գտել ճանապարհ, եթե ուրիշ բան եմ գտել ճանապարհ, կարող է իմ արածս մամուլի ասում ես ավելի վատ բան է, քան ասել նրա զենքով այդտեղ գնալ գտնվելը։ Մենք ունենք վրջատուն խնդիր, այս երկիրը չի կառավարվում ներսում։ Ես այդ թեման դեռևս չեմ ուզում անդրադառնալ անել դրան։ Այս երկրում կառավարիչ չկա, Հայաստանի համար մեր խնդիրը նորմալ կառավարման համակարգ ստեղծելն է նորմալ կառավարիչով։ Սրանք բոլորը պետք է գնան։ Բոլորը։ Պարոն Թումանյան, դուք ասացիք, որ վաղը մենք հնարավոր է զիվոտ չունենանք այս երկրի իրավիճակից ելնելով արտակարգ ծնելությունը։ Իսկ ինչ ունենք այսօր սահմանի կանգնած զինվորին ասելու, չէ՞ որ այս իրադարձությունները ամեն դեպքում իրենք անդրադառնում են նաև սահմանային կապակցության վրա։ Իհարկե շատ քիչ բան։ Սահմանի կանգնած զինվորները հիմնականում, եթե դուք ավելի քաջատեղյակ եք, որ հիմնականում աղքատ ընտանիքների երեխաներ են։ Հատկապես առաջին։ Հատկապես առաջին։ Չէ։ Նույն ապրիլյան դեպքերի զոհերից հետո ինչ դեր ունեցավ։ Հավաքվեցին որոշակի գումարներ, դա պետական խնդիր։ Պետություն էին վերցնել ձեռքը եւ կարողանա հոգալ բոլոր խնդիրները։ Բայց էլի ժողովուրդը կանգնեց, ժողովուրդը փոխհավաքեց, օգնեց։ Այսինքն մենք զինվորը պետք է այսօր լուսավորենք, որ ժողովուրդը քեզ հետ է, ամեն դեպքում միանշանակ է։ Բարեբախտաբար, այո, ժողովուրդը դեռևս զգում է եւ կարողանում է իր զինվորին ավելին եմ ես ուզում եմ թեման առաջ տանել մի քիչ։ Ապրիլյան իրադարձություններից հետո իշխանությունները որևէ փոփոխություն չմտցրեցին իրենց գործելակերպի եւ կառավարման բացարձակ հետևություն չարեցին։ Կամ սա նշանակում է, որ իրանք տեղյակ էին, իրենք էին կազմակերպել, կամ սա նշանակում է, որ թղթերը չեն հասկանում ինչ բան է հետևից։ Բայց կոռուպցիան հայտնաբերելու հասարակություն մենաշնորհները հայտնաբերելու եւ կոռուպցիան վարչապետն ում է տվել, համար մեկ կոռուպցիաները վարչապետն է, ով ում է տալիս այնքան փոքր երկիր ենք, որ բոլորին պարզ է, թե ովքեր են։ Չի մասին եք խոսում։ Եթե ամփոփենք այսօրվա մեր ասուլիսը, փաստորեն դուք պատրաստ եք երկխոսությունների, պատրաստ եք հաղթակ տրամադրելու, հավաքագրելու Հայաստանում մտահոգ մարդկանց, որոնց այս վիճակը իրոք ուզում է,
Եվ հուսանք, որ հանգուցալուծումը կլինի ոչ արյունալի, իսկ Միանշանակ պետք է որ այս զարգացումներին հետևելով մենք տեսնենք, եթե անհրաժեշտություն կա նորից խոսելու, ասելու ամեն դեպքում խոսքը դերասանպես գուցե այսօր մեր խոսքը ավելի լինի, քան այն զենքը, որը տղաների ձեռքին է։ Հուսանք, որ այս պահին մեր ասուլիսից առաջ արդեն տղաները նորից ասուլիս էին պահանջել, տեսնենք հանրությանը ինչ կունենան ասելու եւ հուսանք, որ երկխոսությունը կլինի այն հանգուցալուծման հիմնական եղանակը, որը երկիր կանգնեցրել է այս վիճակին։ Շնորհակալ եմ։ Եթե թույլ տվեք մի բան ավելացնեմ, սա համայնքային խնդիր է եւ ես կառաջարկեի, որպեսզի այս գործընթացներին մասնակցել նաեւ Սփյուռքը։ Այս պարագայում մենք գիտենք, որ ցավոք սրտի մեր հավելությունում այսօր ապրում է հայության մոտավորապես 1/5-1/6 մասը եւ հայության անկրկին այստեղ բավականին էֆեկտիվ եւ արդյունավետ կլինի։ Շնորհակալ եմ, հուսանք, որ ավելի լավ արդյունքով, ավելի ինչ ասեմ, առանց զենքի, առանց ուժի կիրառման կկարողանանք նստել բանակցությունների սեղանի եւ ինչ-որ հարցեր լուծել։ Շնորհակալ։ Ես կխնդրեմ մեր հայտարարությունը, որ ուղղակի Մենք կտեղացնենք մեր հեռախոսել կա հասցեբարան ցանկության դեպքում կարող է Բայց